Աստվածաշնչյան ընթերցանություն Ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Հոկտեմբերի 9 Եվ նրան, որ կարող է անարատ պահել ձեզ և անկեղծ կանգնեցնել իր փառքի առջև անխառն ցնծությամբ Հուդա 24 Մի կողմից երկինք տանող ճանապարհը ներկայանում է բավականին անվտանգ, սակայն մյուս կողմից չկա դրանից ավելի վտանգավորը։ Այդ ճանապարհին դժվարություններն անասելի շատ են։ Մեկ սխալ քայլ, հատկապես շնորհքի բացակայության պարագայում, և մենք գլորվում ենք մեղքի անդունդը։ Ինչ դժվարին ճանապարհով են ստիպված քայլել մեզանից ոմանք։ Քանի անգամ ենք բացականչել Սաղմոս 2-ի բառերով. «Քիչ էր մնացել, որ իմ ոտքերը շեղվեին ու իմ քայլերը սայթաքեին» Սաղմոս 73:2։ Եթե անգամ մենք լավ մարզված ենք, բազմափորձ լեռնագնացներ լինեինք, դա առանձնապես նշանակություն չէր ունենա, բայց մենք թույլ ենք։ Շեղվում ենք լավ ճանապարհներին, սայթաքում ենք հարթ ճանապարհին։ Մեր թույլ ոտքերը հազիվ են պահում մեր տկար մարմինները։ Մենք սայթաքում ենք ծղոտի հանդիպելիս, կաղում ենք տափարակ քարի վրա կանգնելով։ Մենք ընդամենը երեխաներ ենք, որ իրենց առաջին անհաստատ քայլերն են անում հավատի ճանապարհին, և երկնավոր Հայրը բռնում է մեր ձեռքից, թույլ չտալով մեզ ընկնել։ Օ, ինչպես պիտի փառաբանենք այն համբերատար ուժը, որ պահպանում է մեզ երկրային ճանապարհին։ Մտածեք միայն, թե որքան ենք մենք հրապուրվում մեղքով և հաճախակի սայթաքում։ Խորհելով այս մասին, ավելի մեծ երախտագիտությամբ կբացականչենք, քան նախկինում։ Փառք նրան, ով կարողանում է պահել մեզ ընկնելուց։ Մենք շատ թշնամիներ ունենք, որոնք ցանկանում են հաղթել մեզ։ Ճանապարհը դժվար է, մենք թույլ, իսկ թշնամիները դարանակալած։ Նրանք կհարձակվեն մեզ վրա, երբ մենք ամենաքիչը կսպասենք դրան, որպեսզի գետնին տապալեն կամ անդունդը նետեն մեզ։ Մեր ամենակարողի աջը կփրկի անասելի թշնամիներից, որոնք ցանկանում են կործանել մեզ։ Այդ աջը մեր պաշտպանությունն է, հավատարիմ է նա, ով խոստացել է և կարող է պահպանել մեզ ընկնելուց։ Մեր ծայրաստիճան անօգնականության կատարյալ գիտակցումով մենք ամուր հույս ենք փայփայում դեպի սեփական կատարյալ անվտանգությունը և իրավունք ունենք ցնծալ և վստահությամբ ասել. «Ինչ հանգիստ են, պատրաստ է ծուղակը, դժոխքն ու երկիրը սպառնում են անվերջ, բայց Աստծո ուժը ինձ հետ է, գիտեմ, իմ Հիսուսը հիրավի հավիտյան իմն է»։